ձեզ։ Եվ այսպես, երեք հիմնական հարցի հետ կապված կլսենք ձեր տեսակետը։ Նիկոլ Փաշինյանը երեք ավտոերթով Գյումրի էր գնացել, մենք տեսանք կիսադատարկ Գյումրու հրապարակը, որտեղ իր համերգն էլ կոնկրետ, այսպես ասենք, համարանք կար, մարդիկ ուղղակի չէին գնացել, եւ եկավ Աննա Հակոբյանը, նրա հետ էր Աննա Հակոբյանը։ Հիշում եք ամիսներ առաջ Աննա Հակոբյանը սրտաճմլիկ տեսանյութ էր պատրաստել, որ նա գնում է, իր իրերը թողնում է, թիկնապահներից հրաժարվում է, իրեն որ փողոցում տեսնեք, հանկարծ չհայոյեք։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար, բարև հայրենակից։ Երեկվա այդ վարչաբենդ կոչված խումբը, ես կասեի իսկական չալոյի խումբն է, իսկական, որտև այնտեղ պատկառանք ազդող որևէ մեկը չկա, այնտեղ չկա նամուս, պատիվ, պատասխանատվություն, այս չալոյի խմբի ղեկավարը մինչև երբ պիտի պետական բյուջեն այսպես մսխի, 1000 ու մի անպետք, աննպատակ, այլանդակ երևույթների նկատմամբ։ Ժողովուրդ, դու ես մեղավոր։ Այերեք, եթե մի քանի հոգին էլ չգնային, նոր կլիներ իսկական պատասխան նրան։ Իսկ կային մարդիկ չի ասում, իմ մեքենան նստել եկել եմ Չարբախից, վարչապետի բենդին եմ եկել, գետին եմ մտնես, դու էլ քո վարչապետն էլ իր բենդն էլ հետը, գետին եմ մտնեք, հերիք է էլի, երկիրը կերակ, մեր նամուսն ու պատիվը կերակ, անամոտ շներ, այ հիմա ես քեզ ընտրողներին անվանում եմ շներ, դու քանի գլուխ ունես, այդ չալոյի խմբի ղեկավար, որ դու ասես, ինչ ընտրողները շան շնգալ են, ինչ գրողցավ են, շոննել ես դու, շանգալնել ես դու, քեզնից ծնված է, քո կողքին կանգնած է, քեզ հետ անկողին կիսող է, քեզ հետ ճաշ կիսող է, բոլորդ շուն եք ու բորենի եք ավելի ճիշտ, էդում եք համարցակվում շուն ու շանգալ անվանել, որոնք հասկանում են, որ դու թուրքի լամուկ ես, որ դու թուրքի գործակալ ես, անամոտ, այս խդր, այս սավսալակ, Գյումրիում երեք քեզ քանի հոգի ասած կլնի, սայլուկ, ասած կլնեն, ես լրիվ համոզված եմ, անհնարին է, որ ասած չլինեն, որովհետև այդ համացանցում երևում էր այդ հրաշք հրապարակը, այդպես անմխիթար, կիսադատարկ, ստացար քո պատիվը Գյումրեցուց, անամոտ, են ովքեր որ շարժվում էին հրապարակում, նրանք գնում էին 7 վերք պարզապես, իրենց սիրելի սրբազանի մասնակիցը դառնալու պատարագին։ Դու քանի այսքան վատ կպահես քեզ, քանի վատ կդրսևորվես, այնքան քո չունեցած այդ հեղինակություն կոչվածը զրոյանում է։ Ես ինչ-որտեղ շատ գոհ եմ, գիտեք, ժողովուրդ, ես գոհ եմ, որ ինքը այսպես այլանդակություններ է անում։ Մենակ մարդկանց կյանքին վնաս չսպառնա, ինչքան ուզում է թող այդպես սայլուկանա ու իջնի, ինչպես ասում են, շրիշակի մակարդակից էլ ցածր։ Երբեմն ես այսպես եմ մտածում, գուցե այս թուրքի լամոկ այս գործակալը արդեն հասկանում է, որ իր վերջն է, որ պետք է փրկի իր այս անմխիթար վիճակը և դիտավորյալ է անում, որսի մարդիկ գազազեն, վեր կենան, ոտի տակ տան իրեն ու վերջանա գնա։ Բայց դու հենց այնպես չես գնալու, դու պիտի պատասխան տալով գնաս, դու քանի գլուխ ունես Հայաստանի Հանրապետության ընտրողին շուն ու շանգալ անվանելու, սա քո քթից ենք բերելու, լավ իմացի, այստեղ մի լավ խոսք կա, ռուսներն ասում են, դուրակամ զակոն նեպիսն, մենք հայերս ասում ենք, շանտեղ մի դրեք, դու իջել ես այս աստիճանի, այլասերված, այլանդակված, այսպիսի
վարչապետ, չէ։ Ես օրինակ քեզ ոչ մի օր վարչապետ չհամարեցի։ Դու ինչ վարչապետ նոր, դուր։ Ազգային ժողովի նախագահ նոր է Ալյոնա նոր։ Հետո դուք հայտարարեցիք, որ ավարտված չէ, դուք մի անգամ հայտարարեցիք, որ դուք ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չեք, այսինքն վարում եք ապօրինի փողոցներում շներն են այդպես ապրում, գիտես, ընտանիք կոչվող այդ միությամբ։ Հետո էլ այդ Ղարերի կատուն հայտարարեց, որ ավարտված է իր եւ վարչապետի ամուսնական կյանքը։ Նորից ինչու է եկել։ Չդիմացավ առանց ճոխ ապրումների, չդիմացավ առանց թիկնապահի շարժվելու, չդիմացավ առանց ճոխ կերակուրների, այդ ամառանոց կոչված վայրում։ Մայրս մի լավ խոսք ուներ, ասում էր անսովորին մի սովորեցրու, բայց սովորին մի կտրիր։ Սրանք սովորել են ճոխ կյանքի, ափեղ, ծփեղ, ծախսերի, սրանք յոլակը գնան, առանց, չգիտեմ, բառը ամաչում եմ ասել, պարզապես թող իրենք հասկանան։ Երեք ինչու եկավ, ինքն էլ էր համերգի կարոտ, հա, դե ինքը զվռնում է փողոցներում, երևի գուցե և պատահաբար հանդիպեցին այնտեղ, նա Գյումրիում լիքը բարեկամներ ունի, ով գիտի նրանց տներում էր, տեսավ Նիկոլի մռութ է երևաց, չդիմացավ, հա, ես այսինքն իրենք կրկնակի, եռակի, քառակի խաբում են մարդկանց։ Եթե դուք առանց իրար չեք կարող ապրել, ում է հետաքրքիր դա։ Ինչու եք հայտարարում, որ հեռացել եք։ Ինչու եք արկղեր դնում, որ հետ եք տալիս ձեր նվերները, հագուստները, այ փողոցի կատու, քո հագածը շունը չի հագնի, էդ ով պիտի վերցնի դա հագնի, 1000 մի հիվանդություն կարող է լինել վրան։ Ես հիացած եմ գյումրեցի այն տիկնոջ խոսքով, որն ասաց լեննականցի չէ, հիմի պիտի դրան վերցնեն ու ստեղից վռնդեին։ Հիացած եմ այդ տիկնոջ համարձակությամբ, կարողություններով, նույնիսկ նա մեղադրեց Գյումրիի ոստիկանությանը։ Մեր այս պահի ամենասարսափելի հակառակորդը մեր ոստիկանությունն է։ Ոստիկանությունը, դե մի ինստիտուտի ղեկավար, որ էկ լինի, ուժային կառույցի ղեկավարը լինի էկ, էնել կարծեք, թե պոդիում բարձրանալու պատրաստ եք։ Ինչ պիտի լինի այդ ոստիկանության արած գործը։ Էս է, պետական բյուջեն դեմները դրած, 2.5 կիլոմետրանոց համացանցում կար, եթե չեմ սխալվում, եթե կսխալվեմ ներողություն, ստեղծել այդ քացան 2.5 կիլոմետրանոց, մի հատ հաշվեք, այդքան մեքենաները, այդ ծախսը, այդ վառելանյութը, այդ կերակուրը, որ զղկտվում են սրանք, այդ դրա համար են վազում հետևից գնում, որ ձրի, չգիտեմ, մարդն էլ այդքան անինքնասեր կլինի, ձրի ուտելիքի համար, ձրի վառելանյութի համար, դուք ձեր անունն ու պատիվն եք խայտառակում, գետինը մտնեք, հերիք է էլի, հերիք է։ Համերգը կայացավ, մեծ հաճույք ստացար, չգիտեմ, խդր, այդ ցիլինդրով, այդ անհամապատասխան պիջակով,
Այդ նշանը աչքդ բռնի, այդ քո փոքրացրած Հայաստանն է, այդ Հայաստանը խելացի մարդիկ նորից կմեծացնեն, ու դու անփառունակ կերպով քո վերջին օրերը պիտի բանտում անցկացնես, բայց ես կցանկանամ, որ դու ուղղակի կենթանի չմնաս, որովհետև այս արևի շողքը ափսոս է քեզ համար։ Մյուս այդ Արուսյակ Ջուլհակյան, չէ՞ կարծեմ, հա։ Ես հիմա ինձ թույլ չեմ տա ասել տիկին։ Մի ղռերի կատու էլ երևի սա է։ Ես նրա կենսագրությունը չգիտեմ, բայց եթե կինը իրեն թույլ է տալիս կրծքով կերակրող մի ուրիշ տիկնոջ հասցեին նման բաներ խոսել, նշանակում է նա կին չի, նա կնիկ է երևի։ Էկ, Նիկոլի խմբի էկերից մեկը, հերթական, դու գետինը չես մտնում, ինչ էր արել այդ Ղումաշանը, ինչ հանցանք էր գործել, այ Սրբույի Գալյանը չէ, ներողություն, Արփինե Սարգսյան, չէ, Արփինե Սարգսյան կոչված տխմար, էկ, ընդամենը Նիկոլի էկ, դու որ հրամաններ ես տալիս, գնան, բերման ենթարկեն, կրծքով երեխային կերակրող մորը, դու քեզ հաշիվ տվել ես հեչ։ Այն մի օր, որ դու կլինես նրա փոխարեն երեխա, դա Աստված երեխաներ ունենաս, ես չգիտեմ ունի, չունի, չեմ ճանաչում, ամեն աղբի կենսագրություն ես չեմ տեղավորում իմ ուղեղում։ Բա որ դու կին լինես, ոչ թե էկ, դու կրծքով կերակրվող երեխայի մորը նման բան կասես, այսինքն դու ինչ կին, իսել եմ ասում, դուք Նիկոլի էկերն եք ընդամենը, որիդ որտեղ ուզում եք ճիպոտով քշում է, լավ է անում, մի ենթարկվեք, գետինը չես մտնում, Արուսյակ Ջուլհակյան ես ինչ աղպես, քո գրածը, քո կարդացածը, դու բան հասկացար, ինչի մասին էիր գրել, այսինքն ըստ քեզ մարդու մարմնի այդ շատ մոր մանավանդ կնոջ մարմնի շատ կարևոր այդ օրգանները քեզ համար ոչինչ են, հա, ոչինչ, պիտի պատասխան տան, հա, ես ինչ բան է, ինչի դե համար պատասխան տան, Աստված կնոջը ստեղծել է կենարար աղբյուր որպես, նոր կյանք է պարգևում և այդ կյանքն է զորացնում, սնում, մեծացնում, դու գուցե այդ մասին չգիտես, մի քիչ կարդա, մի քիչ հետաքրքրվիր, Այան գրագետ, Արուսյակ ես, ինչ Ջուլհակյան ես, ինչ Սարդի Ջուլհակի ու չգիտեմ ինչի յանես, գետինը մտնես, այսուր հասցրիք դուք մեր երկիրը, ձեր փողերի համար, ձեր ապահով կյանքի համար, ձեր միլիոններ դարձելու համար, դուք մեր երկիրը ծախեցիք, դուք բոլորդ Նիկոլից ավելի վատն եք, որովհետև ինչ ասում է դուք սեղմում եք կոճակները, դուք ավելի վատն եք, քան Նիկոլը, անկեղծ եմ ասում, Նիկոլը ինքը չի իրեն Նիկոլ դարձրել, ժամանակին երբ որ Ստալինի անձի պաշտամունքի այդ կործանումից հետո վերլուծություններ էին անում, թե ինչպես եղավ, որ այսպես անձի կուլտը հասավ որ աշխանի, որ գուլագներ ստեղծվեցին, մարդիկ, խելացի մարդիկ իրենց հարց էին տալիս, Ստալինը չէր ինքն իրեն Ստալին դարձրեց, բայց շրջապատը, հիմա Նիկոլը չէ, որ իրեն Նիկոլ է դարձրել, Նիկոլը ինչ է լինի, մեկ ձայն ունի, մեկ կոճակ կարող է սեղմել, բա մնացածը, մնացած այդ խառա, խուռա, փողով
ամոցներից հավաքած մեր ազգային թշնամու ծառայողները։ Կամ երբ որ ձեր ղեկավար կոչված այդ տխմարը Սայլուկը հայտարարեց կառավարությունը դա ես եմ, մի հոգի գտնվեց որ ասեր հլու մի հատ սպասի, ոնց թե կառավարությունը դու ես, բա մենք ինչ ենք էստեղ։ Մնացածները, այո, ուսապարկ են, մարդ չեն, չունեն սկզբունքներ, չունեն մտածելու օրգաններ, միայն ունեն անհակ որկոր, երախ, այնքան անհակ, որ մինչե ուրախ ավտոբուս նստելը 2 կիլոգրամ ձկան խավիար զղկտվելուց հետո կարող եմ մի քանի հատ էլ ներողություն եմ խնդրում պերաշկի զղկտվել, որովհետև ձեր որկորը անհագ է, ինչ էլ ասեք կմարսի։ Քանի դեռ սանձը քաշող չկա, քպեն կգնա դեպի կործանում, որովհետև քպեն դա ազգային կուսակցություն չէ, ազգային մտածելակերպի կուսակցություն չէ, դա թուրքական անգլոսաքսերի ձեռքով հորինված, փայփայված, մեծացրած գաղափարախոսություն է, որին ծառայում է քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցությունը։ Սա ես կասեի ոչ թե քաղաքացիական պայմանագիր, այլ քրդական եզդիների հետ կապ չունի, այլ մուսուլման քրդերի ձեռքով ստեղծված ու հայերի դեմ ուղված պարզապես ռումբ։ Այս քպեն քանի չի հայտարարվել օրենքից դուրս, մեր երկրին ոչ մի լավ բան չի սպասվում։ Այն հիմա հարց են տալիս իրեն այդ թրիպի մասին, չգիտեմ ինչի մասին։ Եղբայր, ինչ եք ուզում։ Ինչու եք ուզում Իրանը մեզ նայի թարս աչքով։ Ինչու։ Որովհետև Իրանը հայտարարել է, եթե որևէ մեկը իր սահմաններին մոտ բերի ամերիկյան ռազմական ուժեր, ապա ինքը կդառնա թիրախ։ Էդ եք ուզում։ Մոսկվա վազեցիր, կոշիկները լավ է լիզեցիր, հետո էլ իբր քեզ ցույց տվեցիր, տղամարդ ձևանալ ու ինչ-որ բան բլբլալ։ Այ մանկամիտ, դու ով, Ռուսաստանի Դաշնության ղեկավարնով, դու չես ամաչում, որ քեզ նայում են այսպես հանդուրժելու ձևով էլի, որովհետև ոչ բարով դու հայ ազգն ես ներկայացնում, բայց քեզ ինչ-որ ձևով զգալ տվեցին, չէ, որ էլ հերիք է մայմունություն անես, երկու աթոռի էլ չես կարող նստել, հապա որոշիր, որ աթոռին ես նստում, Եվրոպա գնացող, թե Հայաստան պահպանող։ Ես ուղղակի մարդկանց վրա եմ զարմանում։ Այդքան բանից հետո դեռ մարդիկ կան, որ ասում են, տեսակ ոնց տեղը դրեց, որ տեղը դրեց, այ ոչնչություններ։ Հիշեիք այն ժամանակ, երբ Պուտինը եկավ Հայաստան եւ այս ոչխարը դուրս չեկավ նախագահականից չդիմավորեց, ես իմ լացեին ժամանակ եմ լացել։ 1000 հոգի վկա կլինի, որ ասել եմ, կտեսնեք, թե սա մեզ համար ինչ կարժենա։ Հիմա արդեն գազը սկսել է թանկանալ, չէ՞, սովորիր ժողովուրդ։ Սովորիր, որ պիտի մեկը կարե մի դդում գլուխ երազում էր աթար վառել։ Մեկն էլ կար, որ երազում է թուրքի շուն դառնալ։ Հիմա ինչի շուն եք դառնալու, ում աթարն եք վառելու։
Հասկանում եք այդքանը թե չէ։ Էս ինչ եք անում, ժողովուրդ, դուրս եկեք, հերիք է, շուտով ընտրություն է, էլ բան չմնաց կարելի ասել։ Մենք ունենք մի քանի ուղղություններ, ընդդիմադիր ուղղություններ, եթե որևէ հայի ձեռքը կբռնի, որ ոտքը առանց կոտրվելու գնա հասնի ընտրատարածք ու ՔՊ-ին ձայն տա, Աստծոյն անեծքը թափի նրա 7 սերնդի գլխին։ Անեն չլնե, որ նորից գաք ու ասեք, ես ձերս կոտրվեր, ձայն չտայի, ես ոտս կոտրվեր, չգնայի։ Հերիք է, փարիսեցություններ անեք։ Մենք մի ուղղություն ունենք, մեր ազգային ուղղությունը, մեր ազգային մտածելակերպը, մեր ազգային ուղղվածությունը դեպի ապագան, մենք շատ ենք վատ բաներ տեսել, չափից շատ է եղել, բայց միշտ կարողացել ենք ոտքի կանգնել, որովհետև կարողացել ենք ընտրել կարգին ղեկավար։ Պատկերացրեք, եթե Սարդարապատի ճակատամարտի ժամանակ Բեկ-Փիրումյան եղբայրները չկանգնեին իրենց Արցախի գնդով, որը Ղարաբաղի պոլկ էր կոչվում։ Պատկերացնում եք ինչ կլիներ։ Հիմա շատ փորձված, կենսագրություն ստեղծած քաղաքական առաջնորդներ կան։ Հայաստան դաշինքի ղեկավարը բացահայտ հայտարարեց. 2-3 խմբերով կարող են գնալ ընտրությունների, որպեսզի բոլորի ճաշակները բավարարված լինեն, քանի որ բոլորը մեկի մեջ անհնարին է, ես համամիտ եմ նրա հետ։ Հիմա գնացեք ընտրության ու ձեր եսը ասեք, ձեր եսը պաշտպանեք, մի թույլ տվեք, որ ձեզ ձեռ առնեն կապիկի նման։ Ես առաջարկում եմ պարզապես գնալու ձայն տալ Հայաստան դաշինքին, որովհետև նրա ղեկավարը ամենափորձված, ամենադիվանագետ, ամենառազմագետ, ամենատնտեսագետ ղեկավարն է, որովհետև նրա ղեկավարման 10 տարիների ընթացքում Հայաստանը չտեսավ պատերազմ, հատուկենտ կրակոցներ էին լինում։ Մեր արևելյան հարևանի ղեկավար Հեյդար Ալիևը, որ Կրեմլում երկրորդ մարտն էր, չմոռանանք, վախենում էր աչքերին նայել, խուսափում էր հանդիպումից։ Մենք ունեցանք բուռն զարգացում, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների բուռն զարգացում, մենք ունեցանք 2 հրաշալի զինված բանակ, 2 հայկական պետություն, որը թերևս երկրորդը չէր ճանաչված աշխարհում, բայց նրա ղեկավարը ճանաչում էին աշխարհում, ընդունում էին։ Այնպես որ այդ մարդը ապացուցել է իր կարողությունները, իսկ ինձ համար, ինչպես ժողովուրդն ասում, ես թող վատ չընկալվի, իմ թթու թանը անփորձվածնի հետ չեմ փոխի, որովհետև գիտեմ այդ թանի պարունակությունը, կարողությունները, բայց այն անփորձ մածունի մեջ ինչ թույն կարող է լինել, ես դա չեմ կարող ապացուցել, եւ այսպես գնում ենք, ձայն ենք տալիս ընդդիմադիր խմբերին, ընդդիմադիր դաշինքներին, այնտեղ շատ կան արդեն մի քանի կուսակցություններ, որոնք անհատ են հանդես գալիս, այս սրանք իսկապես վախենալու են, որովհետև ոչ մեկ առանցին որևէ բան չի կարողանալու անել, ավելին, եթե նրանք չանցան խորհրդարան, թող անցնեն, եթե կարող են,
Եթե չանցան, նշանակում է նրանք իրեն ձայները նվիրեցին իշխանությանը։ Չգիտեն այս մասին, գիտեն, բայց անում են մենակ թե խանգարեն Ռոբերտ Քոչարյանին։ Գիտեք, ասում են գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կանսասան, որովհետև նա սար է իսկապես, սար է։ Եվ հնարավոր չի, որ նրա ղեկավարած այս դաշինքը պատվավոր տեղ չգրավի ապագա խորհրդարանում։ Ժողովուրդ, եթե նորից դու ինչ-ինչ բաներից ելնելով, այդ հականերից ստացած ձեր փողերով, չգիտեմ ինչ գրողությամբ, գնացիք ու նորից քպեին ձայն տվեցիք, դուք կկործանեք մեր այս լույս երկիրը, այս մեղքը, այս հանցանքը կծանրանա ձեր բոլոր սերունդների վրա, որովհետև Աստված միշտ փորձում է, բայց Աստված էլ, Աստծո համբերությունն էլ անսահման չէ։ Ես ուզում եմ հիմա մի բան ասել, ասում են, մեկը նստած կարդում է, մոտենում է Վասկով, մեկ ասում է, դսի հեղեղ է սկսվել, փախի, ասում է, չէ, ես այն որ հիմնական ուղղությունից աղանդավոր է լինում, ասում է, ես Աստծուն եմ հավատում, իմ Աստծուն, ես չեմ գալիս, իմ Աստված ինձ կփրկի, փախչում է, հետո շարունակում է կարդալ, ջուրը հասնում է ծնկներին, մեկը մոտենում է, այն մարդ ասում է, արի ձյուս վրա նստի, քեզ էլ տանեմ, արդեն ջուրը բարձրանում է, չի ասում է, Աստված ինձ կփրկի, իմ Աստվածը, իմ Եհովան ինձ կփրկի, հետո արդեն ջուրը հասնում է կոկորտին, մեկը նավակով է մոտենում, ասում է, բարձրացիր նավակ, քեզ էլ տանեմ, ասում է, չէ, Աստված ինձ կփրկի, եւ խեղդվում է բնականաբար, գնում են աշխարհ, հանդիպում իր Եհովային, ասում է, Եհովա, ես քեզ հավատացի, բայց դու ինձ չփրկեցիր, դու ինձ կործանեցիր, ասում է, հիմար, ոտավոր ուղարկեցի, չեկար, ձիավոր ուղարկեցի, էլի չեկար, նավակով էլ ուղարկեցի, էլի չեկար, ես ինչ անեմ, որ դու հիմար ես, հիմա ժողովուրդ, այնպես չլինի, որ մենք հայտնվենք այդ հիմարի դիրքում, այնպես չլինի, որ մենք մեր ձեռով կերտած, մեր հրաշալի երկիրը, այս վիճակի հասցրածներին նորից հնարավորություն տանք, հասկացեք, սա կլինի կրկնակի, եռակի, քառակի հանցանք, ոչ ոք մեզ չի գնահատի, ոչ ոք մեզ ոչ մի լավ բան չի ասի, կասի ուրեմն հայը խելքը լրիվ պակասել էր և նա դատապարտված է լքելու այս աշխարհը։ Եվ վերջին հաշտին Ալեքսանյան մարզը դպրոց են բացել Արթուր Աբրահամին գիտեք։ Այո, գիտեմ, գրել է, որ այստեղ իրեն 70-80 Ձեզ բոլորը սիրում են, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել, չեմ ասում 100%-ը, բայց 70-ից 80%-ը այստեղ ձեզ սիրում են։ Դպրոցն է, որ կառուցում եք, ժողովուրդը չեք պատկերացնի, թե ձեզ ինչպես է գնահատում։ Ինչ ունեք ասելու այս ամենին։ Ես Արթուր Աբրահամին կասեի հետևյալը. երիտասարդ, դու դատողություններ արա քո խելքը հասածի չափով, դու սպորտի մարդ ես, դու բռնցքամարտիկ ես ընդամենը, դու մենակ խփելու վարպետ ես, ու քո գլխին էլ այնքան են տվել, որ դու այսօր երևի զրկվել ես սառը դատողությունից։ Այսինքն, եթե սպորտ դպրոց են կառուցում, որսի երիտասարդությունը զբաղվի չմնա փողոցներում, նշանակում է դա արդեն քաղաքական հաղթանակ պետք է դառնա, ով ասաց, որ նրան 60-ից 70%-ները սիրում են, կամ 70-ից 80%-ը սիրում են, այդ վերջին այդ ուրախ ավտոբուսը, որ քարշ է գալիս Հայաստանի մարզերով, այդ ինչքան են թուք ու մուրտ տալիս,
Նույնիսկ ձեռք չեն տալիս, նույնիսկ են երեխաներին են առաջարում, որ այդ նշանները կպցնի, երեխաներին էլ պոկում կծում են, չենք տեսնում, շատ լավ տեսնում ենք, Արթուր Աբրահամ, մնա քո տարածքում, իմ բարի խորհուրդը, դու քաղաքականությունից ոչինչ չես հասկանում, չես կարողանա հասկանալ, դու մնա քո մարզադպրոցի շրջանակներում, զբաղվիր սպորտով, կլինի բարի գործ, կլինի շնորհակալ գործ մատաղ սերնդի դասերակցության հարցում, իսկ Նիկոլին կամ այդ թուրքի լամուկին սիրել չսիրելու հարցը թող մեզ, որովհետև դու դրա հետ կապ չունես, հարգելի երիտասարդ Արթուր Աբրահամ, Շնորհակալություն։ ես եմ շնորհակալ։